Եկեք հիշենք, որն է Սերգեյ Փարաջանովի այն միակ ֆիլմը, որը նկարահանվեց նաև Հայաստանում։ Իհարկե, միջնադարի աշուղ բանաստեղծ Զայաթնովային նվիրված Նռանգույնը ֆիլմը, որը համաշխարհային կինոյում նոր խոսք էր եւ ճանաչում բերեց հայկական կինոյին։ Զայաթնովա հեղինակային անունով այս ֆիլմը 1969 թվականին մեծ էկրանին ցուցադրվեց կրճատված տարբերակով եւ Նռանգույնը անունով, քանի որ խորհրդային գրաքննության ճնշմամբ պահանջվեց կրճատել ծավալուն ֆիլմը եւ վերամոնտաժել այն։ Սա իհարկե սովետական կինոյի համար տարօրինակ պատկերամտածողություն էր եւ նոր կինոլեզու։ Իդեպ ֆիլմի նախնական տարբերակի հայերեն պոետիկ տեքստը գրել է Հրանտ Մաթևոսյանը։ Ասում են, այդ հայերեն տարբերակը համընկնում էր Փարաջանովի մտահղացմանը, մինչդեռ վերջնական ցուցադրության համար ընտրվեց ռեժիսոր Սերգեյ Յուդկևիչի վերամշակված եւ շատերի սանոթ տարբերակը՝ ռուսերեն տեքստով եւ որոշ էպիզոդների կրճատմամբ, հերթականության փոփոխությամբ։ Ֆիլմի երաժշտության հեղինակը ժամանակակից հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է։ Կոմպոզիտորի ստեղծած կինոերաժշտությունը ավելի է խորացնում դրա էմոցիոնալ ազդեցությունը։ Խորհրդանիշների լեզվով ստեղծված Նռանգույնը ֆիլմը մինչև միջազգային էկրաններին հայտնվելը բազմաթիվ խոչընդոտների ճանապարհով անցավ, անգամ ոչնչացում էր սպառնում ֆիլմին։ Չնայած այս ամենին, կինոյում նոր ձևի եւ գեղագիտության հիմնադիր, համաշխարհային կինոյի վարպետ Սերգեյ Փարաջանովը արվեստագետ էր, որ մինչ օրս ոգեշնչում է շատերին։